Նորդարի և Սուրբ Ծնունդ։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, բանասյանի եթերով եւ թիմադեդրի աչով ցեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրեր։ Հայ հեղափոխական դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միության գազմագերբությամբ երեկ Հայաստանի Եվրոպական միության պատվիրակության շենքին առջև տեղի ունեցավ փողոքի ցույց։ Ցույցը կնպատակադրեր Եվրոպական միության ուշադրությունը հրավիրել Հայաստանի մեջ ազատազրկված եւ հետապնդման ենթարկվող քաղաքական փանդարգյալներուն, ինչպես նաեւ Բաքուի բանդերու մեջ աբորինապար բահվող ռազմակերիներու հարցերուն վրա։ Ուսանողները անգլերենով եւ ֆրանսերենով ընթերցեցին հայտարարությունը Եվրոպական միության երկիրներուն ուղված։ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Արմենակ Գրիգորյան հայտարարեց. Առաջին անգամը չէ, որ հոսենք։ Այս այն մասին է, որ խնդիրները դակավին լուծված չեն։ Եվրոպական միությունը դարիներ շարունակ արձագանքած է Հայաստանի քաղաքական ճգնաժամերուն, երբ անոնք կհամընկնեին իրենց քաղաքական օրագանքին, իսկ այժմ լուր է անհասկանալի կերպով։ Քանի մտիվ Հայաստանի մեջ քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետևանքներուն մասին վերնագիրով երեք հայրենի մամուլի մեջ լույս տեսավ հետևյալ դեղեցությունը։ Թշնամիի զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ մխրջված են։ Վարդենիսի ուղղությամբ 6 կիլոմետր խորությամբ, Չերմուգի ուղղությամբ 8 կիլոմետր խորությամբ, Սիսիանի ուղղությամբ 3 կիլոմետր խորությամբ, Կորիսի ուղղությամբ 2 կիլոմետր խորությամբ եւ Գաբանի ուղղությամբ 4 կիլոմետր խորությամբ։ Ընդհանուր առումով քաղաքացիական պայմանագիրի իշխանության տարիներուն Հայաստանեն բռնակրաված է 215 քառակուսի կիլոմետր տարածություն։ Համեմատության համար կարելի նշել, որ Լիխտենշտայնի պետության տարածությունը 160 քառակուսի կիլոմետր է։ Արցախյան քաղաքական հասարակության ներկայացուցիչները թիմում ներկայացուցին ամենայն հայոց քարեկին երկրորդ կաթողիկոսին։ Թիմումին մեջ նշված է, որ չափազանց մտահոգիչ եւ վիրավորական է տեսնել, թե ինչպես Վրթանես եպիսկոպոս խախտելով հայ առաքելական եկեղեցու կանոնները, փաստացի խոսքով արդասանած է ընդեմ ասկնդիր եւ օծյալ ամենայն հայոց կաթողիկոսին, որ մշտապես ուշադրության արժանացուցած է Արցախի եւ արցախցիներու խնդիրները։ Անընդունելի է, որ ցեմակալ առաջնորդը հարկանքի արժանացուցած է Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, գերեզմաններն ու սրբավայրերը թշնամիին հանձնելու քաղաքական որոշումին հիմնական պատասխանատուն, փաստացի կերպով միանալով հակաեկեղեցական եւ սրբաբիղծ գործողություններուն։ Թիմումի մեջ ընդունած է, որ բազմաթիվ գոչերուն իբրև պատասխան Վրթանես եպիսկոպոս ոչ միայն չէ զղջացած եւ ներողություն չէ խնդրած Արցախի հայութենեն, այլև անգխուսապի հավատացյալ ժողովրդի հետ հանդիպումներն չի պատասխաներ հերացայիններուն եւ անարգալից վերապերմունք կցուցաբերե իրեն վստահված համայնքին հանդեպ։ Քաղաքական հասարակության ներկայացուցիչներու համոզումով ներկայիս առաջնորդը ամբողջովին գործընծուցած է Արցախի հավատացյալ ժողովրդին վստահությունը եւ այլևս չունի փարոյական հիմք, շարունակելու առաջնորդել Արցախի հայոց թեմը։ Հայաստանի խորհրդարանական ընդդիմություններն 6 ամիս առաջ Երևան օգնության խնդրանքով դիմաց Եվրոպական միության երեք Բրյուսելի մեջ հայտարարեց Եվրոպական միության արտաքին հարաբերություններու եւ ապահովության հարցերու բարձր ներկայացուցիչ Քայա Կալլաս, որ դիտելդվավ, որ այս հարցը քննարկված է Եվրոպական միության անդամ պետություններու արտաքին գործ նախարարներու եւ Հայաստանի արտաքին գործ նախարար Արարատ Միրզոյանի հետ դերի ունեցած հանդիպումին ընթացքին։ Դուք գիտեք, որ Հայաստանի մեջ առաջիկա տարի դեղի պիտի ունենան ընտրություններ եւ մենք պետք է տեսնենք, թե ինչ կրնան գնել անոնց օգնելու համար։
Հայերը դիմաց են մեզի խնդրելով արտաքին միջամտության թեմ բայկարի մեջ ցուցաբերել նույնպիսի աջակցություն, զոր մենք դրամատրած էինք Մոլդավիո հայտարարեց Կալլաս։ Հանդիպումի մասին հայտարարություն հրապարակեց նաև Հայաստանի արտաքին գործ նախարարությունը նշելով, որ Եվրոպական միության գործընկերներուն հրավերով Հայաստանի արտաքին գործ նախարար Արարատ Միրզոյան մասնակցած է Եվրոպական միության արտաքին գործ նախարարներու խորհրդի ծիրիմն մեջ տեղի ունեցած հանդիպումին։ Երեկվա աշխատանքային քննարկումին մասնակցեցան Կալլաս, Եվրոպական միության ընդլայնման հարցերու հանձնագետար Մարտակոս եւ Եվրոպական միության անդամ երկիրներու արտաքին քաղաքական գերատեսչություններու ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Դարաձաշնային զարգացումներու ծիրի մեջ Եվրոմիության անդամ երկիրներու գործընկերները աջակցություն հայտնեցին հաղորդակցություններու ապաշրջապակման գործընթացին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման չանքերուն նշվեցավ այս արիտով Հայաստանի արտաքին գործ նախարարության հրապարակած հայտարարության մեջ։ Քննարկած ենք Եվրոմիություն Հայաստան համագործակցության մարզի մեջ հիմնական բոլոր ձեռքբերումները սկսյալ տնտեսությունն, թիմակայության ամրապնդումն, մինչև անվտանգության կապված հարցեր, ներառյալ խառնածին սպառնալիքները եւ Եվրոմիության խաղաղության գործիքակազմի շրջանակներում մեջ աջակցությունը լրատվողներուն հետ զրույցի ընթացքին ասավ Միրզոյան։ Բրյուսել արդեն հայտարարած է, որ ընդդիմություններուն ընթരാճ 12 միլիոն եվրոյի աջակցություն պիտի դրամատրի Երևանին արտաքին միջամտության թեմ բայկարելու համար։ Ճիշտ է, որ հայ պաշտոնատարներ երկրի անուն չեն դար, սակայն եվրոպացի պաշտոնյաներ ուղղակի օրեն կհայտարարեն, որ արտաքին միջամտության խոսքը Ռուսիո մասին է։ Ամերիկացի լրագրող Լինզի Սնել Էքսիր էջին մեջ կրարումով ահազանգեց, որ Ադրբեջանի իշխանությունները եվրոպական երկիրներու պաշտոնատարներու միջոցով հարաճ կմղեն այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան համայնքի բադումը։ Սնել հայտնեց, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքին մեջ կավելնա թիվը եվրոպացիներու, որոնք գաբերունին կառավարության հետ եւ աշխույժ կերպով գաչակցին անոր։ Անոնց մեկը նույնիսկ առաջարկած է Արևմտյան Ադրբեջանի նվիրված ցերնարկ մգազմագերբել Գերմանիո մեջ։ Այս մտահոգություն կհարուցե հատկապես նկատի ունենալով, որ Արևմտյան Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը գարձես թե անոր անդեսումն է։ Նշենք, որ Ադրբեջան Արցախի բռնակրավումեն յետ կսկսած է հարաճ մղել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին նոր բադումը։ Այդպիսով Ադրբեջանի իշխանությունները կփորձեն հարաճ մղել ադրբեջանցիներու կողմէ Հայաստանի սողացող բռնակրավումը, փորձելով շուրջ 300,000 ադրբեջանցիներ վերապանագեցնել Հայաստանի մեջ։ Իրանի մեջ Հայաստանի տեսփան Գրիգոր Հակոբյան 14 սեպտեմբերին հանդիպում ունեցավ Իրանի քերակուն առաջնորդի միջազգային հարցերու խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ։ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններուն անդրադառնալով զրուցակիցները ընդգծեցին այդ հարաբերություններուն պատմական եւ ռազմավարական բնույթը ու փոխադարձ գամքը զանոնք ավելի խորացնելու։ Դարաձաշչանի հաղորդակցության ջամփաներու ապաշրջապակման գործընթացին անդրադառնալով Հակոբյան ընդգծեց, որ Թրամփի ջամփան ցանկի պիտի գոչվի պետություններու դարաշքային ամբողջականության, գերիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքներուն հիման վրա եւ պիտի ստեղծե մեծ կարելիություններ դարաձաշչանի հաղորդակցության եւ տնտեսական զարգացումին համար։ Հակոբյան նաեւ հաստատեց, որ Երևան բարձր կգնահատե վերոնշյալ սկզբունքները անվերաբահորեն հարգելու Տեհրանի դիրքորոշումը եւ փոխադարձաբար նկատի գառնե բարեկամ Իրանի ապահովական եւ քաղաքական սկայդնությունները։ Զրուցակիցները կարևոր նկատեցին դարաձաշչանի հարցերուն կապված շարունակական երկխոսություններու եւ խորհրդակցություններու իրականացումը։ Իր ղարքին Իրանի իսլամական հեղափոխության քերակույն առաջնորդի միջազգային հարցերու խորհրդական Ալի Աքբար Վելայաթի հայտնեց, որ Իրան թեմ է Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփի գովգասյան ծրագիրին, որովհետև անլուրջ սպառնալիք կներկայացնե Իրանի անվտանգության։ Վելայաթին նշեց.
Տրամպի այսպես կոչված Գովգաստյան ձեռագիրը ոչինչով կդարբերի Զանգեզուրի միջանցքեն եւ Իրան ամբողջովին թեմ է անոր։ Բելեաթին բացատրեց նաեւ, որ միջանցքը կստեղծե պայմաններ Իրանեն հյուսիս օթանի ներկայության համար եւ լուրջ անվտանգության սպառնալիք կներկայացնե Իրանի հյուսիսային եւ Ռուսիո հարավային մասերուն համար։ Իրանի առաջնորդին ավագ խորհրդականը նաեւ հայտարարեց, որ այս ծրագիրը կորզնականին մեջ նույն ծրագիրն է, որոնց անունը բարձրապես փոխված է եւ ներկայիս գերագանացվի ամերիկյան ընկերություններու Հայաստան մուտքի միջոցով։ Բելայաթի ավեցուց, որ Միացյալ Նահանգներ ռազմական միջամտություն կկատարե դարաշրջանի մեջ տնտեսական գործունեության բادرվագով։ Փորձը ցույց կտա, որ ամերիկացիները սկիզբը ըսկայուն դարաշրջաններ կտապանցեն ենթադրյալ տնտեսական ծրագիրներով, սակայն աստիճանաբար անոնց ներկայությունը կընդլայնի մինչև ռազմական եւ անվտանգության կապված փոփոխություններ, ըստ ան ավելցնելով, որ Իրանի սահմաններում մոտ որևէ ցևի ամերիկյան ներկայության հաստատում անվտանգության ակնհայտ հետևանքներ ունի։ Ասկային ժողովի Հայաստան խմբակցության ղեկավար Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյան հարցազրույցի ընթացքին հայտնեց. Մենք չենք պաշտպաներ վեհապարը եւ մնացյալ սրբազանները։ Այստեղ անձերու խնդիր չէ։ Նիկոլ Փաշինյան եւ իշխանությունները կփորձեն այդ մեկը ներկայացնել իբրև անձերու թեմ բայկար։ Հայ-արաքելական եկեղեցու ճագերդյալ նորոգում։ Որմով կնորոգեք։ Վանեցյանի համաձայն իշխանություններու նախասիրած սրբազաններու մասին այն ինչ որ հրաբարակված է եւ դակավին չհրաբարակված դեղյակ են, իրենք ազնիվ չեն, իրենք եկեղեցին չեն նորոգեր, այլ կքանթեն։ Իսկ եկեղեցին քանթելը սելով կքանթեն մեր ինքնությունը, մեր հայու դեսագը, մեր ավանդությունները եւ արժեքները։ Եկեղեցու թեմ արշավը պետք է այդ դեսանգույնեն նայել։ Վանեցյան հիշեցուց, որ իշխանությունները ներկայ էին Սուրբ Էջմիածինի մայրաթորի վերացման եւ միրոնորթներքին։ Ինտիմատիրներս չէին հրավիրված էին իշխանությունները։ Այդ ինչ եղավ մեկ ամսվան մեջ։ Թող հեքիաթներ չբատմեն եւ իրենց խիղճին հետ ազնիվ լան։ Այսպես հայերակելական եկեղեցու նորոգում չես կրնար գադարել սրբազաններով, որոնք իրենք անձնապես նորոգված մեր անհրաժեշտությունը ունին, ըսավ Արթուր Վանեցյան։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջաբահյանի թադական նիստի հետաձգվեցավ հանրային մեղադրողին բացակայության պատճառով հայտնեցին մամլու աղբյուրներ։ Նախագահող թադավոր Էդգար Մանասյան հայտարարեց, որ տվյալները տվյալական նիստի օրվան եւ ժամու մասին զանգվածակիր չեն ստացած, այդ պատճառով անոնք չեն ներկայացած։ Նշենք, որ Միքայել Սրբազանի բանդագության փողոքը պիտի քննարկվի 13 հունվար 2026-ին։ Զանազան գոմերու փողոքներն եւ միջնորդություններն յետք Սրբազանին արդունվեցավ 16 սեպտեմբերին բժշկական գործողություն ունենալ։ Պաշտպանները միջնորդեցին, որբեսի փողոքին քննարկումը դեղի ունենա ավելի մեծ տահլիճի մեջ եւ մարդիկ կարենան ներգաղալ, որովհետեւ մեծ թիվով քաղաքացիներ մնացած էին Թադարանի միջանցքի մեջ եւ սրբազան գվանգարգեին։ Հարկելուն գնդիրներ վանացանի եթերով եւ թիմադեդրիաչով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին ցայնի աղորտավար Անտոնին, Գրիգորը եւ Սերլին։ Մնացեք միշտ վանացայնի ու գնդիր։